համայնական հռչակագրից խոսելուց ինձ ուղղորդ է շատ ճիշտ, որ ես կարևոր բան եմ ասել, պետք է խոսամ։ Տեսեք, համայնական հռչակագիր երեխեք, հունվարի 29-ին ընդունվել, Ծիծեռնակաբերդում ընթերցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Համայնական հռչակագրում ուշադրություն։ Դատապարտում է համայնական հռչակագիրը Թուրքիայի Հայաստանի շրջապատման քաղաքականությունը եւ դատապարտում է Թուրքիայի նախապայմաններ դնելու քաղաքականությունը, դա համարելով հայոց ցեղասպանության չդատապարտման եւ չկանաշման հետևանք։ Եվ երկրորդ, էլի համայնական հռչակագիրը կոչ է անում Թուրքիային առերեսվել եւ հաշվի պատմությանը ու ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Տեսեք, Սերժ Սարգսյանի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չէ ընդունում Թուրքիայի որևէ նախապայման Արցախի խնդրում գնալ միակողմանի դիտումների եւ նույնիսկ դա անվանում է շանտաժ եւ դատապարտում է Հայաստանի Թուրքիայի կողմից բլոկադան եւ կոչ է անում Թուրքիան ճանաչել հայոց ցեղասպանությունը, այսօր այս կապիտուլյացիայի զինվորները Արցախը հանձնել են 150,000 արցախահայեր էթնիկ զտման են ենթարկվել, Թուրքիան նույնիսկ նման պահանջներ չի ներկայացվել երբեք, չէր կարող երազել, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը, այսքանից հետո Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի սահմանը փակ է, մի հատ երջանիկ դեպքով գնում են Թուրքիայի հետ հանդիպում են, Էրդողանի գիրկեն դնում են կրծքին։ Քանի որ հին հույներն ասում էին, որ ամեն ինչ հայմատության մեջ պետք է նայել եւ ճշմարտությունը։ Տեսեք, որպես հին հույների քաղաքակրթության մի փոքր մասնիկ նայել, ուզեցի այդ հայմատությունը դեռևս մեկ անգամ տեսնենք։ Ինչ է ասում համայնական հռչակագրի Սերժ Սարգսյանի գլխավորությամբ 15 թվականի հայ-թուրքական հարաբերությունների, Թուրքիայի շանտաժի ու բլոկադայի քաղաքականության մասին եւ ինչ են անում սրանք Արցախը տալով, հայակապելով եւ Հայաստանը վերածելով թուրքական վիճակի։ Շնորհակալ եմ։